Ցավալի իրադարձություններից նույնիսկ տարիներ հետո դրանց մասին հիշողությունները կարող են ու վերադառնում են։ Նույնիսկ չնչին վտանգի դեպքում ուղեղի նեյրոնային վնասված շղթաներն ակտիվանում են, արտազատելով սթրեսային ահռելի քանակի հորմոններ։ Որքան էլ ցանկանանք տրավման թողնել անցյալում, ուղեղի մի մասը, որը պատասխանատու է մեր գոյատևման համար, լիարժեք այդպես էլ չի մերժում այն։ Ինչպես է տրավման արմատապես փոխում մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը եւ մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները, ինչու ցավալի հիշողությունները չեն մոռացվում, ինչպես են դրանք ազդում հոգու ու մարմնի վրա, ու ինչպես հաղթահարել։ Իրական, ցավալի ու դաժան, հուզիչ ու անհավանական պատմություններ, ճակատագրեր, գիտական հետազոտություններ ու լաբորատոր փորձեր, որոնք օգնել են ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդկանց ու արմատապես փոխել հոգեբանական ու հոգեբուժական գիտությունն ամբողջությամբ։ Նյումեգը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել Վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելեր դարձած 30-ից ավելի լեզուներով թարգմանված հոգեբանական գիրքը «Մարմինը ամեն ինչ հիշում է. ինչպես են ուղեղը, միտքը եւ մարմինը հաղթահարում տրավման»։ Գրքի գլխավոր գործընկեր Գալուստ Գուլբենկյան հիմնարկություն։